Պահ, էլ ոնց կլներ, դուք ձեզ հանգիստ պահեք, հա, անոն թողը մի քիչ էլ ձեզ հետ հաշվի նստի, ձեր կարծիքը հաշվի առնի։ Վայ Գորջան, նենց բաներ ես ասում, իհարկե հավատում եմ, չես տեսնում, որ ես ձեր կողմից եմ։ Ախի, պահ, անո, հիմա ինչ անենք բալես, որ քո սիրտն է գնացել կպելա ամուսնացած տղու։ Համել ուշ թե շուտ գորս բաժանվելու է։ Անո, քո մերասող ինչն եմ ասել, հա, այդքան գա սիրտը քարա երկաթա ինչ այմար չեմ հասկանում։ Ոչ հոգի ունի, ոչ է սիրտ այդ կնիկը։ Ես ուղղակի զարմանում եմ Անոյի վրա։ Իրա գլխի տեղը ոնց որ մի հատ մեծ քալամանի դրած։ Ոչ ուզում է լսի, ոչ ուզում է տեսնի։ Ասես ինձ ոսկի տղուն ձեռքից բաց կթողնեն, բա։ Ինչ ես քեզ թերագնահատում Գորջան, ինչը տապակաս, բոյը տեղը, բուսաթը տեղը, փողն էլ կա։ Մամա։ Ինչա մամա, ճիշտ եմ ասում։ Նինան դուս խոսացող կնիկա, ինչ ուզում է միանգամից ասում է, հա ինչ անենք էլ ոնց կլիներ, այդքան պլյուսի մեջ թոմյատը մինուս տվներ, ջհանդամը թե ամուսնացած չի, զատը բաժանվելու է։ Էլեն ջան, ես ինձ բարի սիրտ ունեմ, որ միանգամից կհալ չէի, դեմ չէի լինի, որ գորիս պես տղա լիներ։ Հիմա քեզ ոնց է զգում։ Մեզ հետ ինքն իրան լավ կզգա, կարող ես չանհանգստանալ։ Մեզ կներեք, հա մենք գնանք Գորջան դու էլ քեզ տեղ զգան նենց ոնց որ քո տան մեջ։ Վայնիա, ես ես ուրախ ինձ կմեռնեմ աղջի, ես ինչ լավ բան է սերը։ Մամա, դի չլսեցիր որ։ Չեմ լսել աղջի ջան, տեսել եմ Լիլա, տեսել եմ։ Վայ Գորջան, ես գնում ես արդեն։ Վայ Գորջան, էդ էլ հարցա, երբ ուզում ես կարաս գաս։ Հա, իմիջիայլոց իմ կողմից է ավելացնեմ, որ ես կաշխատեմ Անոյին մտքափոխեմ։ Հայրիկ իշեր